Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Ֆլավել, օր մայիսի 25 Գցիր տիրոջ վրա քո գործերը և կհաստատվեն քո խորհուրդները, Առակաց 16-րդ գլուխ 3-րդ խոսք։ Քրիստոնյայի մեծ պարտականությունն է, երբ նա զգում է մոտեցող դժվարությունները, իր կամքը ենթարկել Աստծո կամքին և խոնարհաբար հանձնել նրան իրադարձությունների ընթացքը և դրանց արդյունքը, անկախ նրանից, թե դրանք ինչպիսին են։ Ահա թե ինչ արեց Դավիթը նմանատիպ իրավիճակում և նման հանգամանքներում։ Եվ թագավորն ասեց Սադովկին. «Աստծո տապանակը ետ դարձրու քաղաքը, եթե ես շնորհք եմ գտել Տիրոջ աչքի առաջին, նա ինձ ետ կդարձնի և ինձ տեսնել կտա իրան և իր բնակարանը։ Բայց եթե նա այսպես ասե, թե ես քեզ չեմ հավանում, ահա ես, թող ինձ անե ինչպես որ հաճելի է իր աչքին»։ Երկրորդ Թագավորաց 15-րդ գլուխ 25-26-րդ խոսքեր։ Ինչ գեղեցիկ և իսկապես քրիստոնեական մոտեցում է նկարագրված։ Ինչպես նա ասաց. «Գնա Սադովք, տապանակը վերադարձրու իր տեղը։ Չնայած ես աննշան մարդ եմ, այնուամենայնիվ վստահ եմ, որ Աստծո իրական ներկայությունը կլինի ինձ հետ այս տխուր ճանապարհի ընթացքում։ Ինչպես նա կկարգավորի այս տխուր և անորոշ ճակատագրի իրադարձությունները չգիտեմ, կամ կվերադառնամ Երուսաղեմ կամ ոչ։ Եթե վերադառնամ, կրկին կտեսնեմ այն և այնտեղ կուրախանամ Տիրոջով, եթե ոչ, կգնամ այնտեղ, որտեղ այս բաներից ոչ մի կարիք կամ օգուտ չկա։ Ամեն դեպքում ինձ համար լավ կլինի»։ Այսպիսով տեսնում ենք, որ Դավիթը բավարարված էր ամեն ինչ թողնելով Աստծո կամքին, ինչ էլ որ նա պատրաստ էր նրա համար։ Մինչև մեր սրտերը նման որոշում չկայացնեն, մենք ներքին խաղաղություն չենք գտնի։ Հետևաբար մենք պետք է մեր գործերը վստահենք Տիրոջը։ Հենց որ հավատքով դրանք վստահենք Նրան և մեր կամքը ենթարկենք Նրան, ապագայում մեզ սպասվող մխիթարությունից բացի, մենք նաև կստանանք ներկա օրհնություն, այսինքն խաղաղություն և հանգստություն մեր հոգիներում։